Քոչարյանի նման ջղագրքիր պահվածքի պատճառը ինչն էր, արդյոք դրա նախորդին ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումը նրա հորը պատկանող, նաև իրենց ընտանիքի պատկանող ապօրինի գույքի թվարկումների եւ անծայրածիր հարստության։ Շնորհակալություն հարցի համար, իհարկե, դա պատճառներից ամենամեծն էր որպես այդպեսին ու չի կարող այդպես չլինել, որովհետեւ գալ ազգային ժողովի ամբիոնի առաջ կանգնել ու ասել դուք մեր ասում եք, որ մենք 4 միլիարդ ունենք, բայց մեզնից ընդամենը $200 միլիոն է պահանջվում, այս պայդրությամբ կներեք ծիծաղելի է։ Վաղն էլ գալու են կանգնեն ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանը սպանել է 30-40 մարդու, բայց պարզվում է, որ սպանել է ընդամենը 20 մարդու, չգիտեմ, ինչ որ տենց էս բանն է շարունակվելու, գիծն է շարունակվելու, $200 միլիարդ, հասկանում եք, ինչի մասին եք խոսում, ժողովուրդ ջան, $200 միլիարդ մարդկանցից փող է պահանջվում, ասում մենք տենց աշխատել ենք, այդ որտեղ եք աշխատել, օրինակ Ղարաբաղում ուսանող կամ դպրոցական ժամանակներում Ռոբերտ Քոչարյանի մյուս տղեն, ասենք Տանզանիայում բաներ էր գնում, հա, բուկմեկերական ընկերություններ առնում, բանից էին բերել, Աղդամից էին բերել, թե Հորադիսից էին բերել։ Այդ որտեղից էին բերել։ Ինչքան աշխատասեր են։ Այդ աշխատասիրության թեման այս վերջի օրին հեշտ լավ բան չի, եկեք չբացենք։